Հարցադրումների պատասխանեք նոր գնաք։ Պարոն նախագահ, նախ ձեր թիմակիցների ձերբակալությանը անդրադառնանք ընտրություններից մի քանի օր առաջ մի շարք անձանց կարկառոտ հանրապետականների ձերբակալեցին, ապա կալանավորեցին, այդ թվում եւ Արմեն Աշոտյանին։ Ինչով եք պայմանավորում իշխանության այս մոտեցումը։ Դեք այսօր այն օրը չի, երբ անհրաժեշտ է ամբողջովին գնահատական տալ օրվա իշխանությունների գործելավոճին, ես եկել եմ այստեղ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն վիճակի է պահել իր սահմանների անձեռնմուն խելαιությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը։ Պարոն նախագահ, այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը գնահատելի։ Այն Հայաստանի օգտին, որտեղ ընդդիմադիրներին իշխանությունները չեն կախում այն ընդդիմադիրների վրա տխրահռչակ փողերի լվացում հոդվածը։ Պարոն նախագահ, Կարծում եմ վերջում պատասխանեցի։ Պարոն նախագահ, առաջին անգամ փաստացի ընտրություններին չի մասնակցում ձեր առաջնորդած ուժը, թեև մեծ ինստիտուցիոնալ ուժ է, դասական կուսակցություն, բայց չի մասնակցում։ Սա պայմանավորել էիք ավելի չպառակտելու ընդդիմադիր դաշտը հանգամանքով, ըստ ձեր այդ քաղաքական, այսպես ասենք, մեծահոգությունը կարդարացնի իրեն եւ հաջողության կհասնի ընդդիմությունն այս անգամ։ Ես չեմ կարծում, որ մեր քայլը մեծահոգություն էր, այլ զուտ սթափ հաշվարկի արդյունք էր եւ կարծում եմ մենք այդ մասին կարող ենք դատել այսօր ժամ 8-ից հետո տեսնելով թե ինչպիսի ակտիվություն ցուցաբերեցին մեր քաղաքացիները եթե գոնե 10%-ով ավելին կան ընտրատեղամասեր քան 21 թվիներ, ապա ես կհամարեմ, որ մեր որոշումը արդարացված էր։ Իսկ ինչ ուղերձ ունեք այդ հիասթափված քաղաքացիներին, որոնք օրինակ չեն ուզում մասնակցել պրոցեսներին։ Ես բոլորին խնդրում եմ մասնակցել, որովհետև իրենց մասնակցությունից է կախված, թե Հայաստանում որ քաղաքական ուժը կլինի իշխանության, կլինի փոքրամասնությունը, թե այն քաղաքական ուժը, որի համար քվեարկել է գոնե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի մեծ հատված։ Պարոն նախագահ, իշխանություններով հնարավոր է ընտրություններով հնարավոր է իշխանություն փոխել, որովհետև ասում են երբեք չի փոխվել եւ եթե չփոխվի իսկապես ԿՊ նորից վերարտադրվի, պետք է ընդդիմությունը ինչ-որ քայլեր ձեռնարկի փողոցային պայքար, թե կընդունի պարտություն եւ կշարունակի աշխատել այնտեղ որպես ընդդիմություն։ Ես կարծում եմ, որ ձեր հարցի երկրորդ մասին հստակ կարող են պատասխանել այն քաղաքական ուժերը, ովքեր մասնակցում են ընտրապայքարին։ Ձեր մոտեցումը ինչպիսին է։ Մեր մոտեցումը կլինի պաշտպանել նրանցից ամենաշատ ձայն ստացածների դիրքորոշումը։ Պարոն նախագահ, միանշանակ։ Իսկ ընտրություններով իշխանություն փոխել հնարավոր է Հայաստանում։ Այդ հարցին ճիշտ պատասխանը մենք կիմանանք այսօր ժամը 12-ից հետո։ Մի բան էլ բազմաթիվ ընտրախախտումներ են, ինձ ահազանգում են, ասում են, այսպիսի ընտրախախտումներ նույնիսկ ՀՀԿ-ի օրոք չկար, զանգվածային ԿՊ ընտրախախտումների է դիմում։ Սրա մասով ինչ կասեք։ Նախ կասեմ, որ ՀՀԿ-ի կողմից ընտրախախտումների միֆը չափազանցացված էր։ Երբեք մեր իշխանության օրոք այսպիսի միջամտություններ ընտրություններին չեն եղել
ուղղակի այն մարդիկ, ովքեր ՀԿ-ից դժգոհ են եղել, մինչև հիմա էլ փորձում են հավասարության նշան դնել, բայց այդ հավասարության նշանը իրական չի ոչ մեր սահմանների առումով, ոչ ընտրություններ կազմակերպելու առումով, ոչ սուտ ու զրպարտանք տարածելու առումով։ Պարոն նախագահ, պետական կուսակցության մի շարք հավատարիմ կարկառուն դեմքեր հայտնվել են Հայաստան դաշինքի ուժեղ Հայաստանի առաջին ցուցակների շարքում։ Արդյոք դա ձեզ հետ համաձայնեցված եղել է թե ոչ։ Ձեր մեկնաբանությունը կխնդրեմ։ Ես չեմ կարծում, որ այդպիսի դեպքեր կան, հանրապետական կուսակցության անդամները առաջին շարքերում են հայտնվել։ Կարող եք ասել, որ ընտրացուցակում են առաջին շարքերում հայտնվել։ Չկա այդպիսի բան։ Երբ Էդգար Ղազարյանի նկատմամբ Բայց Էդգար Ղազարյանը հանրապետական չի։ Բացի դրանից Էդգար Ղազարյանը առաջին շարքերում։ Առաջին շարքեր ես նկատի ունեմ գոնե միջև 5-րդ համար, էլի։ Ճիշտ մոտեցումը դա է։ Համառորեն եւ Սամվել Կարապետյանի ուժին եւ Արման Թաթյանի ուժին ամեն կերպ փորձում է կապել ձեր հետ հանրապետական հետ ասում են ռեբրենդինգ եղած ՀՀԿ-ն։ Դե իրենց կարծիքով իրենք ամբողջովին վարկաբեկել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ այդպեսով փորձում են նաեւ վարկաբեկել այն ուժին, ում հետ մեզ ասոցացնում են։